Ամենագեղեցիկ եւ ստացված մեքենաներից մեկն են բերել վաճառքի լրիվ նոր եւ առկա տարբերակով, որը կարող եք մոտենալ եւ գնել առանց սպասելու, Mazda Easy 60 SAV, գեղեցիկ մանուշակագույն սրահով, որի նստատեղ ունեն նաեւ պարկելու հնարավորություն, եւ Highline-ները տեսախցիկներ են 2025 թվականի արտադրության, մեքենան հիբրիդային է, ունի գեներատորի դեր կատարող 1.5 լիտրանոց եւ էլեկտրական շարժիչներ, միասին հզորությունը 258 ձիաուժ, գտնվում է անթերի եւ լրիվ նոր վիճակում, անվեծր R21 են գեղեցիկ դիզայնով եւ Michelin գործարանային անվետողերով, մեքենան հագեցված տարբերակն են, նստատեղ ունեն մերսման ռեժիմներ, պանորամային տանիք, նաև ունի շատ գեղեցիկ եւ տարբերվող գույն, առկա է Հայաստանում, կարող եք մոտենալ եւ գնել առանց սպասելու, սա իր ընդհանուր տեսնենք, մա արդեն կանցնենք սալոնը նույնպես գտնվում է անթերի եւ լրիվ նոր վիճակում, մեքենայի գործանային ցելոֆանները դեռ վրան են, նստատեղերը շատ գեղեցիկ կաշով են, էլեկտրակառավարվող բազում ֆունկցիաներ ունեն, նաև ոտքերի համար նախատեսված պատժաշկա, նաև ամբողջությամբ պարկելու հնարավորություն, մեքենայի հայլները տեսախցիկներ են, ունի նաև շատ գեղեցիկ առանձնարամկաների դռներ, ունի նաև շատ գեղեցիկ մուլտիղեկ լիդար համակարգով, նաև շատ մեծ մոնիտոր, ետև տեսադաշտ տեսախցիկ, 360 տեսախցիկ, նաև 3D էֆեկտով, որտեղ մեքենայի շրջակա միջավայրը երևում են ամբողջությամբ, ունի նաև պարկինգ ասիստենտ, ամբողջությամբ ինքնուրույն պարկովկա լինելու հնարավորությամբ, մոնիտորը սենսորային կառավարմամբ է, ունի նաև դիսոնիկ համակարգ, գծերի ճանաչում, դիմաց մեքենա արգելակելու դեպքում ինքնուրույն արգելակելու հնարավորություն, նաև ունի կլիմատ կոնտրոլ, մեքենայի նստատեղերը եւ տաքացվող են եւ սառեցվող, ղեկը նույնպես տաքացվող են, նստատեղերն ունեն նաև մերսման բազում ռեժիմներ, նաև ունի վարման բազում ռեժիմներ, բազում ժամանցային ծրագրեր եւ այլ ֆունկցիաներ, երկրորդ մոնիտորը, որտեղ ծուղավոր կառավարել ամբողջ մեքենան, գործանային պլյոնկաները դեռ վրան են, հեռախոսահանդլալից քավորելու հնարավորություն, մեքենայի հայլին տեսախցիկ է, ունի նաև շատ մեծ պանորամային տանիք, վերքը սև է, սա սալոնի ընդհանուր տեսքը։ Եթե ցանկանում եք ձեռք բերել տվյալ մեքենան, բոլոր հարցերի համար կարող եք զանգարել ներքևում նշված համարով կամ գրել իմ Instagram-յան էջին։